Եթերում սուրենքյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրենքյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Այն օրից, երբ գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց, գյուղացին բախվեց մի շարք խնդիրների, որոնք մինչև օրս չեն լուծվում։ Ամեն տարի գարնանը մարզաբնակները ծախսեր են անում եկամուտ ստանալու հույսով, բայց գրեթե միշտ կանգնում են կոտրած դաշտակի առաջ։ Այնինչ տեղի ունեցավ օրերս մասնավորապես Արարատի ու Արմավիրի մարզերում հիրավի ողբերգություն է։ Կարկուտը զրոյի հավասարացրեց գյուղացու քրտինքը։ Պատկերացնում եք, օդերևութաբանները կանխատեսում են անձրև ու կարկուտ, Թուրքիայի հակակարգտային կայանները ամպեր ուղարկում են մեր կողմը, մեր հակակարգտայինները խորը թմբիրի մեջ են։ Արարատյան դաշտում տեղացած ուժեղ կարկուտի հաջորդ օրը գյուղացիները մեր նկարանող խմբին ասել են, թե ցուրտ եղանակ է, իրավասուները դժվար թե իրենց տաք ու կատորներից փոխվեն ու գան։ Մի քիչ կտաքանա, նոր կհիշեն մեր մասին։ Այդ կերպ են նկարագրել իրենց նկատմամբ պատկան կառույցների ուշադրության բացակայությունը։ Տպավորություն ունեն, թե ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ թողնեն իրենց հողերն ու արտագաղթեն։ Ինչու՞։ Որովհետև համարում է, որ մի կողմից բերքը ապահովագրելը անիմաստ է, քանի որ այդ գործընթացը նրանց խոսքով ձևական է եւ դրանից գյուղացին երբեք չի օգտվում, մյուս կողմից չկա պետական աջակցություն, որպեսզի գյուղացու մեջքը գոնե մի քիչ շտկվի։ Ստացվում է, որ մի մեծահարուստ գալիս 50 հեկտարի վրա կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգի է կառուցում, իշխանությունները թմկարում են, թե տեսեք ինչպես ենք զարգացնում գյուղատնտեսությունը, մինչդեռ տասնյակ հազարավոր հեկտարներով հողերը անտեր են մնում։ Խոսում ենք պարենային անվտանգության կարևորության մասին, բայց այդ հողերի վրա ասենք հացահատիկ ցանելու փոխարեն այն ներկրում ենք Ռուսաստանից։ Ու եթե այս վիճակում գյուղացին արժեք է ստեղծում, նրան պետք է շնորհակալ լինենք, այլ ոչ թե պայմաններ ստեղծենք, որ լքի իր հայրենիքը։ Ներկայացնում եմ Նայիրի Մուրադյանի գյուղացու գլխին թափված կարկուտը տեսանյութը։ Արարատի մարզի քաղցրաշենի ցանկատարածությունները այգիներն ու դաշտերն են, սառցե հրթիռակոծությունից հետո։ Ծիրանի ու դեղցի առատ բերք էին սպասում գյուղում։ Կարկուտն ամբողջությամբ գետնին տապալեց, տարավ եղածն ու կոտրեց խաղողի ողկույզ տերևները։ Կարկտաբեր սև երակ էր, նկատել են գյուղի այգեգործները։ Նախիջևանի կողմից եկավ ու ամբողջ քաղցրաշենն առավ սև ու կարկտաբեր ամպերի տակ։ Գրեթե յուրաքանչյուր տարի այսպես է լինում։ Թուրքիայի Նախիջևանի տարածքից կարկտաբեր ամպերը ցրում ու կարելի ասել Արարատի, Արմավիրի մարզերի դաշտերի վրա են ուղարկում։ Կարկտային օջախները արդեն իսկ ձևավորված եկել են Նախիջևանի տարածքից։ Պրոցեսների 70-80%-ը մոտենում են Հայաստանի սահմանին, արդեն կարկուտը մեջ է։ Ինչու կարկտակայանները դեմը չառան վնասաբեր սև ամպերի, երբ երկինք կրակեցին դրանք, ինչ մակերեսով, այգետերերն ու հողագործները կրակոցի ձայներ լսել են։ Կարկուտ հենց եկավ, արդեն էլ չկրակեց։ Ահա որ էր էդի։ Արագ, շատ թափով արագ էտում էր։ Երրորդ աստիճան այդ ամբը, այդ կարկտային բանը, ինչ էլի չի փրկի։ Ձևի մեծության կարկուտ էր։ Քաղցրաշենում մեր տնամերները լրիվ ավայրել է։ Լորի ձվի չափ տեղացած կարկուտից հետո ծառի վրայի բերքի 50%-ը թափվել է գետնին։ Մնացած բերքն էլ ապրանքային տեսքով այնքան վատն է, որ այն իրացնել հնարավոր չէ։ Էսի արդեն չի լի, ոչ էսի բանգլի ոչ կծախվի, ոչ բանկել, ոչ բան չի լեսի։ Սա իմ հողատարածքին անմիջապես տանձը, որ ուզում ես տանձը քաղես, տանձի վիճակը ահավոր վատ է։ Սկզբում եկավ պնդուկի չափ այդ մեծությամբ, հետո դադարեց, նոր սկսավ այտենց լորի ձվի մեծությամբ այդպես հատիկներ գցել։ Արագացոցիներն էլ բախտ չունեցան այս տարի։ Աղետաբեր եղանակը նրանց այգիներին էլ մեծ վնասներ է հասցրել։ Մեկը բջջայինով տեսանկարահանած հավկիտի չափ կարկտի գնդերն է ցույց տալիս, մյուսը ավերված խնձորի, կերասենու տանձենու տնամերձը։ Գյուղացու ամբողջ չարչարանքը կարկուտը սրբել տարել է։ Գետինն էլ մեր հողամասն անտառու տանդե վաբշե ավիրելա։ Այս խնձորն է լրիվ ցենց քրքրելա։ Ես էլ Սերգեյֆիլն այլ թուփ չի, ոչ թուփ, ոչ ծաղիկ, ոչ մի բան։ Լորի ձվի չափ էր։ Վերևից սառույցը գա, էսի գլխին էլ ընկնի, համա այս տեղում կարա մնա ախպեր։
Եթե Արարատի մարզում կարգտի ավերածությունների էպիկենտրոնը Քաղցրաշենն է, Արագածոտնում Բյուրականը, Աղսկն ու Ագարակը։ Ամենը մի հատ երկու հատ ձեն լսեցի ստեղից, որտեղ քամին սկսել էր արդեն։ Վարչական շրջանի ղեկավարի հետ են զրուցում։ Ագարակում կարգտակայանները ժամանակին գործի դրվեցին։ Երկուսից մեկի ձայնը լսելի եղել, ասում է ագարակցին։ Կրակեցին, անօգուտ էր։ Վնասն ավելի շատ եղավ։ Ինքը խփեց, բայց ոնց որ չօգնեց քան շատ, չգիտեմ, ինչն էր պատճառը, ես չեմ կարող։ Վարչական ղեկավարին խնդրեցին կարգտակայանը տեղում գործարկել, հնարավոր չեղավ։ Հիմա դրանք օդերեութաբանական կենտրոնին են հանձնել։ Համակարգը նրանց է պատկանում։ Ասում են ոչ թե ձեռքով, բջջայինով են դրանք կառավարվում, այլ ավտոմատ։ Կարգտակայանն է հիմա արձագանքելու անոմալի եղանակին։ Կարկուտ եթե լինի, անմիջապես պետք է օդ կրակի։ Կարող զանգել կենտրոն, ասենք մի հատ կրակի։ Չէ, դի պետք է իրանք կարող անտեղից կարենան կրակեն իրանք։ Կարող անտեղից կարենան ծրագրամը փոխեն։ Աղցքում իրարանցում է, ոչ կարգտակայանի կրակոց են լսել, ոչ էլ դրա խերն են տեսել։ Մի մասն ասում է չեն կրակել, մյուս մասն էլ թե տեղացած կարգտին ուշ են արձագանքել։ 100%-ով տարել է, ոչ մի բան չի մնացել։ Կես ժամ հետո նոր կարգտակայաններն աշխատում են։ Կարկուտը կդրվավ նոր սկսեց կրակել, ախր, այդ վաղ դաշտն է։ Չի կրակվի, ախր, չի արվի, եթե կրակեին, ոչ մեկ չի ասում։ Հանրապետությունում հակակարգտային համակարգերը 100%-ով չեն աշխատում։ Վիճակն ավելի է բարդանում, երբ անձրևն ու կարկուտը կայանը գործի դնելուց ավելի շուտ են տեղում։ Համակարգը խափանվում է, հնարավոր է, որ ընդհանրապես չաշխատի։ Հատկապես ամպրոպային երևույթների ժամանակ մենք լուրջ խնդիր ենք ունենում կապի հետ կապված, բջջային կապի հետ կապված։ Եվ լինում են դեպքեր, երբ հրահանգը նույնիսկ 1 րոպե, 2 րոպե ուշացումով է հասնում, որպեսզի հակակարգտային կայանը իր ակտիվ ներգործությունը անի, դրա համար շատ ժամանակ երբեմն այդ ակտիվ ներգործությունը փոքր-ինչ ուշացած է լինում։ Բացի այդ ունենք խնդիր ռադիոլոկացիոն կայանների, որոնք որ արդեն 40 տարուց ավելի շահագործման են։ Պետական մարմինների այս ձևակերպումները գյուղացուն հողի մշակին ընդհանրապես չեն հետաքրքրում։ Դա արդարացում չէ։ Թող սարքին լինեին հակակարգտային կայանները, թող շուտ արձագանքեին։ Ում են պետք այդ ժանգոտած դարն ապրած կայանները, եթե արդյունավետ չեն։ Էսի շուտվա կառույցը կլինի էլի մի 10-20 տարվա երևել, չեմ կարող ասել, չեմ կարող ասեմ, բայց սա ավտոմատիկա է, պետքա նորմալ աշխատի, չգիտեմ, մեջը կա, չկա։ Ոլորտը համակարգողներն էլ թե նոր հրթիռային համակարգեր են նախատեսում տեղադրել։ Բանակցում են բուլղարական կողմի հետ։ Մենք այն համոզմունքին ենք, որ այդ նոր մեթոդները ավելի բարձր էֆեկտիվություն կունենան։ Իրեպ այս հրթիռային համակարգերի տեղադրման մասին տարիներ առաջ էին դեռ խոսում։ Այսօր էլ բան չի փոխվել։ Նույն ձևակերպումներն են ու նույն խոստումները։ Այդ խոսակցություններից հետո տարիներ են անցել ու ոչ մի հակակարգտային հրթիռ Հայաստան չի մտել։ Մեր երկրի աշխարհագրական դիրքի եւ աշխարհաքաղաքական որոշակի առանձնահատկություններով ելնելով այս պահին դա կիրառելը անհնար է։ Եթե անգամ ունենայինք դա անհնար է կիրառել, որովհետեւ դրանք հրթիռներ են, որոնք որ իրենց տեսքով ու որևէ առանձնահատկությամբ բացի մարտագլխիկը եթե նայենք ոչ մի բանով չեն տարբերվում մնացած մեծ հրթիռներից եւ դա օգտագործելու համար նախ պետքա դու ունենաս համաձայնագրեր քո բոլոր հարևան երկրների հետ, որ եթե հանկարծ ինչ-որ բան տեղի ունենա։ Էկոնոմիկայի նախարարությունը հաճախ է խոսում կարգտապաշտպան ցանցերի տեղադրման մասին։ Վնաս կրած մարզեր այցերի ընթացքում եւ ոչ մի այդպիսի ցանցի ականատես չեղանք։ Համայնքների բնակիչներն են փաստում, դրանք թանկ են ու ոչ բոլորին հասանելի։ Որքան էլ խոսում են, թե սուբսիդավորում են, աջակցում, մեկ է գյուղացու համար դրանք շարունակում են անհասանելի լինել։ Ցանցեր չունենք։ Թանկան ըստոն բավականին։ Հիշում եք, անցած մի քանի տարիներին կարգտից, երաշտից գյուղապահովագրում կար։ Արտասահմանյան ընկերությունը որոշ ժամանակ աշխատեց ու հեռացավ Հայաստանից։ Վնասով էր աշխատում, փոխհատուցման ծավալներն ավելի շատ էին։ Եվ Զավեշտալին նմանատիպ մի ապահովագրում հիմա էլ է գործում։ Այս անգամ պետությունը որոշել է մի մասով աջակցել ապահովագրավաճառի դեպքում։ Զավեշտն այստեղ ավելի է խտանում։ Համայնքը ռիսկային եղավ, գյուղապահովագրումն այդ համայնքում չի գործի։ Պատկերացնում եք, դա քաղցրաշենցիներին հասանելի չէ, քանի որ համայնքում ամեն տարի կարկուտ է տեղում։ Համակերպվի Քաղցրաշեն կարկուտի հասցրած վնասի հետ։ Մեր ապահովագրեր։ Մեր ռիսկային չեն գալի, չեն ապահովում։ Բոլորով են, այս երկրորդ տարին է հրաժարվել են։ Ապահովական ընկերությունները հրաժարվել են, չեն ապահովագրում մարդիկ։ Ռիսկային տարածքա չեն ապահովագրում։ Գոնդենա ինչով քոք պագիլանդ է։
Կարգտի հասցրած վնասը քիչ էր, սելավներն էլ մի կողմից ավերեցին դաշտերը։ Գյուղական համայնքներում ոչ միայն անարդյունավետ կարգտակայաններն են, պարզվում է նաև սելավատարեր չկան։ Եղածներն էլ աղբի մեջ կորած են, խցանված։ Հիմա գյուղացին աղետաբեր կարգտի սելավատարերի հասցրած վնասների չափն է հաշվում։ Կստանա մշակը փոխհատուցում։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ պետք է սպասի։ Նայիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Դեպի Եվրոպա մաչելի ավիատոմսերի հայտ գալուն զուգահեռ հավելացավ նաև մեր երկրից տուրիստական հոսքը։ Սակայն տևական ժամանակ չեն դադարում վիզա ստանալու մասով քաղաքացիների դժգոհությունները։ Նյարդերը խնայելու նպատակով շատերը գործ են բռնում տուրիստական գործակալությունների հետ, որոնք գումարի դիմաց ոչ միայն օգնում են փաստաթղթերի կազմման հարցում, այլև դիմումը դեսպանատուն հանձնելու օր են ամրագրում։ Այդ ինչպես կհարցնեք, չէ՞ որ հատկապես վերջին ժամանակահատվածում դա գրեթե անհնար բան է։ Տեղեկություններ կան, որ գործակալությունները բոտ են գործարկում, ծրագիր, որը դեսպանատան կայքում ազատ օր եւ ժամ հայտնվելուն պես ամրագրում են։ Կան նաև խոսակցություններ, որ մի քանի գործակալություն գործն առաջ է տանում դեսպանատների աշխատակիցների հետ պայմանավորվածությունների արդյունքում։ Մի շարք երկրներ էլ մեկնելու համար վիզային գործընթացը կազմակերպում է վիզա կենտրոնների կողմից։ Այստեղ եւս դիմում տալու համար պետք է ամիսներով սպասել, բայց կա հավելյալ վճարի միջոցով հերթից խուսափելու ճանապարհ։ Ինչու պետք է քաղաքացին լրացուցիչ վճարի խելամիտ ժամկետում վիզայի դիմում ներկայացնելու համար։ Հարցի պատասխանը շղթայում գումար աշխատողների համար ակնհայտ է։ Զբոսաշրջիկը ձգտում է շուտ եւ մաչելի ավիատոմս գնել, ծրագրել ճանապարհորդությունը եւ այլն։ Բայց պետք է անհանգստացնի մասնավորապես արտգործնախարարությանը։ Եվրամիության մուտքի արտոնագրի ազատականացման համաձայնագրի կնքմանը դեռ երկար պետք է սպասել։ Ոստի այս փուլում խնդիրը կարելի է քննարկել եվրոպացի գործընկերների հետ ու լուծումներ գտնել։ Պետք է հաշվի առնել նաև, որ շատերը Եվրոպա են մեկնում ոչ թե հանգստանալու, այլ ուսման, աշխատանքի ու ստեղծված իրավիճակում տուժում են նաև վերջինները։ Մեկ այլ խնդիր, որը եւս պետք է հուզի իշխանություններին։ Ինչու են հայաստանցիները հանգստանալու մեկնում արտերկիր։ Կարծիք կա, թե եվրոպական շատ երկրներում հանգստանալը ավելի մաչելի է, քան օրինակ Ծաղկաձորում ու Ջերմուկում։ Երկե Ջերմուկից ու Ծաղկաձորից զատ տեսարժան ու գրավիչ այլ վայրեր եւս կան, բայց ենթակառուցվածքների պակասը ներգնա տուրիզմի զարգացման լուրջ խոչընդոտ է։ Թերևս սա է պատճառը, որ հայաստանցիների մի զգալի հատված գերադասում է ամռանը մեկնել Վրաստան։ Եվ վիզա անհրաժեշտ չէ, եւ ճանապարհածախսն է քիչ, հյուրանոցներն էլ հայաստանյանից անհամեմատ մաչելի են։ Վիզաների խնդիրների ու հայաստանյան տուրիզմի առանձնահատկությունների մասին զրուցել ենք զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանի հետ։ Մեր քաղաքացիների վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել։ 1 տարուց ավել փորձում են ամրագրել, բայց չի ստացվում։ Վստահ լինելով, որ վիզայի խնդիր չի, լինի օրը վերցրեցինք, վերջում մերժեցին։ Այդ համակարգերում որ ամրագրել էլի չի ստացվում։ Գիշեր ցերեկ։ Մեր աշխատանքային գործիքների առաջ մենք նստած տեղեր ենք վերցնում։ Ամռանը Եվրոպա մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիները վիզայի դիմումի համար օր եւ շամ սովորաբար ամրագրում են տարեսկզբին։ Ինչու՞։ Դեսպանատներն իրոք ծանրաբեռնված են աշխատում։ Իրական պետք է նշել, որ այո, ծանրաբեռնված են աշխատում, դրան զուգահեռ պետք է նշել, որ աշխատակիցները որպես այդպիսին քիչ են, ովքեր հյուպատոսական ծառայություն են աշխատում, ունենք այսօր խայտարակ իրավիճակ, մարդիկ ամիսներով հերթագրվում են, որից հետո կարողանում են իրենց գործերը որպես այդպիսին դեսպանատուն մուտք գործել, որից հետո ունենք մի պատկեր եւս շատերը նույնիսկ մերժվում են եւ ունենք դեսպանատներ, որոնք ուղակի երբեմն առանց գործը նայելու որպես այդպեսին պատկերավոր ձևաց գործը նայելու մերժում են, որովհետեւ մարդիկ իրենց անձնագրում ունեն բազմաթիվ մուտքի, ելքի վիզաներ, սակայն առանց որևէ հիմնավորման ուղակի նրանք ստանում են մերժումներ։ Տուրիստական գործակալությունների միջոցով որոշ երկրների դեսպանատներ դիմում հանձնելու համար օր եւ ժամ կարելի է ամրագրել հաշված օրերի ընթացքում հավելյալ վճարելով։ Բոտեր են աշխատում, թե խնդիրը լուծվում է կաշառքով։ Դեսպանատներում շատ դժվար է տեղ ամրագրել, որովհետեւ ծրագրային միջոցով, բոտերի միջոցով, երբ հերթագրման տվյալ սլոտը բացվում է, ուղղակի համակարգչային
միջամտության միջոցով տեղերը վայրկյանների ընթացքում փակվում են եւ չեն կարողանում տուրիստական գործակալությունները կամ նույնիսկ անհատները իրենց համար տեղեր ամրագրել վիզակենտրոններում կամ դեսպանատներում, որոնք էլ բերում են այս կատաստրոֆիկ իրավիճակին, երբ մարդիկ վաղուց ունեն գնված ավիատոմսեր, տուրփաթեթներ, սակայն դեռ չեն կարողանում մուտք գործել դեսպանատներ։ Սա որպես այդպիսին սև շուկան է եւ այո այդ բոտերը աշխատում են եւ հետագայում այդ բոտերը վերավաճառվում են այդ տեղերը։ Պետք է նշել, որ այս խնդիրները կարող է լուծվել, եթե օրինակի համար շատ դեպքերում այն զբոսաշրջիկները, ովքեր ապացուցում են իրենց յետ վերադարձը եւ նրանց գործերը բազմաթիվ անգամներ դեսպանատներում ստուգվել են, նրանց ուղղակի տրվի բազմակի մուտքի արտոնություն կամ ինչպես ընդունված է մուլտիվիզա, որը կթեթևացնի շատ դեպքերում այս սարսափելի հերթերը, որովհետև մարդիկ, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ ճամփորդում են, կարծում եմ նրանց ամեն անգամ պետք չէ այդ թնջուկի միջով անցկացնել, տարբեր փորձությունների միջով անցկացնել, որպեսզի նրանք ամեն անգամ դիմեն եւ ստանան վիզաներ։ Մի շարք երկրներ մեկնելու համար վիզա տրամադրելու գործընթացը համակարգվում է վիզա կենտրոնների կողմից։ Դրանց մի մասը օրինական հավելյալ վճարի դիմաց կարող է արագացնել գործընթացը։ Ովքեր եւ ինչու են հարստանում։ Այո, պետք է նշել, որ մոտավորապես, այսպես ասած, prime time-ի համար մինչև 50,000 դրամ ավել գումար է գանձվում, որպեսզի ավել ժամանակ չկորցնեն զբոսաշրջիկները եւ կարողանան շտապ իրենց գործերը մուտք անեն դեսպանատներ, սրանք վիզա կենտրոնների գործունեության արդյունք են, իսկ վիզա կենտրոնները որպես այդպիսին պայմանագրային հարաբերություններ ունեն դեսպանատների հյուպատոսարանների հետ եւ այստեղ պետք է հարցերի պատասխանը գտնել արդեն վիզա սպասարկող կենտրոններում։ Պետք է նշեմ, որ նրանք ստանում են միջինը 20-ից 50,000 դրամ հավելյալ եկամուտ, որովհետև վիզա կենտրոնների վճարը սկսվում է 35,000-ից եւ ավարտվում 95,000 դրամով, որի մեջ ընդամենը 15,000 դրամն է, մոտավորապես 35 եվրոյին համարժեք դրամն է կազմում այն վճարը, որը շենգենյան գոտու համար է գանձվում։ Մնացած արժեքը, այսպես ասած 20,000 եւ ավել արժեքը արդեն վճարվում է վիզա կենտրոնի աշխատանքների եւ այսպես ասած prime time մուտքի համար։ Դեսպանատներ դիմաց որոշ քաղաքացիներ դժգոհում են, թե անհիմն մերժում են ստացել։ Մի մասն էլ դժգոհում է երկարաժամկետ վիզայից հետո կարճաժամկետ վիզա ստանալու առնչությամբ։ Կան որոշումը բողոքարկելու գործուն մեխանիզմներ։ Այո, այդ խնդիրները կան, անհիմն կերպով ուղղակի մեր հայրենակիցներին մերժում են, որովհետև մարդիկ ունեն այստեղ աշխատանք, ունեն սեփականություն, ունեն բանկային շատ դրական, այսպես ասած, մուտք եւ ելքեր, բայց առանց որևէ մեկնաբանության նրանց մերժում են։ Կարծում սա պետք է նաև լինի մեր արտգործնախարարության հսկողության տակ։ Շատ դեպքերում նշում են, որ դեսպանատները իրենք են որոշում, անկախ են բնականաբար, սակայն կարծում եմ գործընկերային հարաբերությունները պահելով արտգործնախարարությունից կարող են ուղղակի այդ հյուպատոսարաններին, դեսպանատներին հրավիրել քննարկման, որպեսզի այս հարցերը բացառվեն, որովհետև մենք զուգահեռ իրականություն ունենք բազմաթիվ նոր երկրներ ուղղությունների բացում, ունենք հոկտեմբեր ամսից 14 նոր ուղղություններ, սակայն մեզ մոտ հարց է առաջանում զբոսաշրջության ոլորտում, եթե դեսպանատներում այս իրավիճակն է, ապա ինչպես ենք կարողանալու այդ թռիչքները կազմակերպել կամ այդ թռիչքները ինչպես են մարդկանցով համալրվելու, որի պատասխանը չկա։ Տարածված տեսակետ կա, թե Հայաստանում հանգստանալն ավելի թանկ է, քան եվրոպական մի շարք երկրներում։ Ինչու՞։ Դա շատ հարաբերական է, քանզի մենք պետք է կարողանանք հավասար մեծությունները իրար հետ հայմատենք եւ հարցի պատասխանը գտնենք, որովհետեւ երբեմն ծովափնյա հանգիստը մենք հայմատում ենք քաղաքային հանգստի հետ, ձմեռային հանգիստը հայմատում ենք ամառային հանգստի հետ, երբեմն 3-4 աստղ հյուրանոցի գները հայմատում ենք 5 աստղանի հյուրանոցի հետ, որը իմ կարծիքով այդքան էլ օբյեկտիվորեն չի արտացոլում պատկերը, որովհետև Հայաստանում ունենք բարձրակարգ սպասարկում, որի հետ նաև համակարծիք են մեր շատ զբոսաշրջիկներ արտասահմանից ժամանած, եւ նաև մենք ինքներս, երբ որ մեկնում ենք այլ երկրներ հանգստի, հասկանում ենք, որ մեր մոտ սպասարկումը բավականին բարձր մակարդակի վրա է։ Այո, ունենք երբեմն հյուրանոցներում գների բարձր ֆոն, որը
ես մեկնաբանում եմ եւ պատճառաբանում ենք նաեւ հյուրանոցների սեզոնայնությամբ, որովհետեւ մեզ մոտ հյուրանոցները հիմնականում աշխատում են ամռան սեզոնին եւ ձմռան 1-2 ամսին եւ հետեւապես երբ որ մենք կարողանանք հասնենք նրան, որ սեզոնայնությունը երկարացնենք եւ 12 ամսվա մեջ օրինակի համար հյուրանոցները ունենան ծանրաբեռնվածություն 6-7 ամիս, հետեւապես մենք նաեւ կունենանք գների նվազեցում։ Դրան զուգահեռ պետք է նշել նաեւ ընդհանրապես ունենք գնաճ, որը բերում է նաեւ հյուրանոցային ծառայությունների գնի աճին։ Ինչպես գրավիչ դարձնել մեր երկիրը ոչ միայն արտասահմանցիների, այլև տեղացիների համար։ Իմ կարծիքով դրա պատճառները պետք է գտնենք եւ խնդիրների լուծումը պետք է գտնենք սոցիալական փաթեթի ավելի լայն շրջանակների ընդգրկմամբ։ Մենք ունենք սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ, որը վերաբերվում է պետծառայողներին։ Սակայն կարող ենք նաև ներդնել սոցիալական փաթեթը մասնավոր ոլորտում։ Մասնավոր ոլորտում սոցիալական փաթեթը կարող է ներդրվել տվյալ մասնավոր ընկերության կողմից հարկերի, այսպես ասած, հետ վերադարձի տեսքով։ Ենթադրենք այս պահին պետական ծառայողները ունեն 72,000 դրամ ներքին հանգստի կազմակերպման համար։ Կարող են մասնավոր ընկերությունները ստեղծել ֆոնդ 72,000 կամ 80,000 դրամ, որը բավական է 2 կամ 3 գիշեր Հայաստանի Հանրապետությունում հանգիստը կազմակերպելու համար եւ տվյալ զբոսաշրջիկի ներքին տուրիստի մասով տվյալ գումարը մասնավոր ընկերությունը կարող է յետ ստանալ օրինակի համար պետական բյուջեից, որպես այդպիսին 70-80,000 դրամը պետական բյուջեի վրա մի աշխատակցի հաշվով մեծ գումար չէ, սակայն նրա մուլտիպլիկատիվ էֆեկտը հետագայում տնտեսության համար բավականին մեծ է եւ պետք է նշեմ, որ սոցիալական փաթեթը որպես այդպիսին եւ ներդրվեց 2011 թվականին բավականին աշխուժացրեց ներքին զբոսաշրջության ոլորտը։ Բավականաչափ հյուրանոցներ մարզերում բացվեցին, հյուրատներ, որը խթանեց ներքին զբոսաշրջության աճին։ Խեղված ճակատագրեր էջի նախորդ տեսանյութը շատերի վրա ծանր տպավորություն թողել։ Հոգեպես ծանր վիճակում Արարատի մարզի Նոյակերտ գյուղից վերադարձել էր նաև մեր նկարանող խումբը։ Այո, երկաթե նյարդեր են պետք քաղցկեղից հալումաշ եղած 36-ամյա Քրիստինեի դաժան պատմությունը լսելու համար։ Եթե հիշում եք, ասել ենք, որ կինը հաճախ հրաժարվում է դեղորայքից, որպեսզի ֆինանսական բեռ չդառնա ամուսնու եւ անչափած 4 զավակների համար։ Դժվար է տեսնել ու լսել նաև տան տղամարդուն, ում մեջ կա անզորությունից կորացել է։ 1 տարեկան երեխային, որ մայրական սիրո ու հոգատարության կարիք ունի, ով ձեռքերը պարզում է, որ մորը գրկի, բայց գրկող թևերը ցավից ու քիմիաթերապիայի հերթական կուրսից թուլացել են։ Այո, եղել են մարդիկ, որոնք ռեպորտաժի առաջին րոպեներից չեն դիմացել եւ փոխել են ալիքը, ցանկանալով տեսնել ավելի լուսավոր եւ ուրախ իրականություն։ Բայց կան մարդիկ, ովքեր ոչ միայն դիտել են տեսանյութը, այլև թողարկումից անմիջապես հետո կապվել են մեզ հետ օգնություն տրամադրելու պատրաստակամությամբ։ Գիտակցում էին, որ այդ օգնությունը ոչ թե նյութական է, այլ կաթիլ-կաթիլ տրվող շունչ ու կյանք, մարդ լինելու զգացողություն, տանջվող մեկի համար խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս, ապրելու կյանք։ Ինչ վերաբերում է Քրիստինեին, ապա հատկացված օգնությունը նրան պետք է պարտավորեցնի պայքարել հիվանդության դեմ, որպեսզի հուսախաբ չանի իրեն ձեռք մեկնած մարդկանց։ Մարդիկ, որոնք ոչ թե պատասխան երախտագիտությանն են սպասում, այլ Քրիստինեի առողջական վիճակի դրական տեղաշարժին։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Հույսի դուռը կյանքի բալասան» տեսանյութը։ Լիարդի, կրծքագեղձի, թոքի քացկեղ ունեմ չարվորակ։ Ամենաստոր քաղցկեղի դեմ պայքարող այս փխրուն, բայց միևնույն ժամանակ անսահման ուժեղ կնոջ մասին նախորդ շաբաթ մենք արդեն պատմել ենք։ Այսօր մեր կարեկից գործընկերների հետ ենք այցելել Հարությունյան ընտանիքին փոխանցելու մեր սերն ու աջակցությունը։ Հաշվի առնելով նրանց ֆինանսական ծանր դրությունն ու կարիքները, առաջինը տեղ հասցրինք Բազմոց գրուպի ուղարկած եվրոպական ստանդարտներին համապատասխանող հյուրասենյակային փափուկ ու հարմարավետ կահույքը։ Մեր Բազմոցը շատ պատվիճակում էր, չենք կարողանում մանավանդ հիմի փող ծախսենք այդպես տեխնիկայի կամ կահույքի վրա։ Մեր արդեն հին էր։ Բնականա միշտ նորը ավելի հաճելի է։
Հաջորդիվ փոխանցեցինք Արգավանդ-ԵՄ-ի պատրաստած նվերը։ Ընկերությունը Հարությունյաններին խոհանոցային սեղան եւ աթոռներ նվիրեց, որ երեխաները նախաճաշելու, սնվելու համար հարմարավետ միջավայր ու պայմաններ ունենան։ Ես երևի չեմ թողի սա դրսում, կտանեմ կուխնյայի սեղանն էլ լավ է, չի, փոխարինեմ կուխնյայի սեղանով։ Նախաճաշելով այս սեղանի մոտ։ Դռներ ու պատուհաններ արտադրող Էկոկոմֆորտ ընկերությունը եւս որ մշտապես կարիքավոր ընտանիքների կողքին է, տեղեկանալով Քրիստինեի առողջական խնդրի մասին, շտապեց օգնության իր ձեռքը մեկնել։ Տեղեկացանք, որ այս փուլում ունեք որոշակի դժվարություններ։ Ցանկացանք օգնել ձեզ գումարով, որպեսզի հաղթահարեք ձեր հիվանդությունը։ Ցանկանում ենք ձեզ առողջություն։ Շատ շնորհակալություն եմ հայտնում Զուրանկյունի բոլոր բարերարներին, բոլոր բարի մարդկանց ինձ օգնելու, այս գումարները շատ ինձ անհրաժեշտ են իմ դեղորայքը գնելու համար։ Իսկ ահա մեր մյուս գործընկերը լավն ասարեցված մսամթերքներ կրող ընկերությունը հաշվի առնելով ընտանիքի ֆինանսական խնդիրները, իր մեծաքանակ արտադրատեսակներով հոգած Հարությունյանների առողջ ծննդի երկարատև պաշարը։ Մսեղենի հարուստ տեսականին Քրիստինեի պատրաստելու հոգսը դեռ երկար կթեթևացնի։ Ներկայացնելով լավնա մսամթերք ներմուծող ընկերությունը, որոշեցինք այս անգամ օգնության ձեռք մեկնել ձեր ընտանիքին, մեր տեսականուց ինչ-որ մի փոքր մաս։ Շատ շնորհակալություն, որոշ ժամանակ մենք չենք մտածի սննդի մասին։ Սիլվին ու Խոսրովը նաև սմարթֆոններ նվեր ստացան Mobile Center խանութի տնօրինությունից։ Նվերը երեխաներին շատ ուրախացրեց։ Խոսրով եւ Սիլվի, մեր գործընկեր Mobile Center-ը ձեզ նաև հեռախոսներ է նվեր ուղարկել։ Շնորհավոր։ Շատ շնորհակալ ենք, որ մեզ հեռախոսներ նվիրեցիք, հատկապես Խոսրովը դրա կարիքը շատ ուներ։ Ես էլ ոնց որ քննությունների ժամանակ ինձ պետք է գայլ կարողանամ քննություններից պարապել հեռախոսով։ Ճիշտ ասած, ինչքան վաղտեր տղաս ուզում էր, բայց չեն կարողանում գնել։ Իհարկե կօգնի։ Իրանց դասերի հետ բան միշտ իմն էին վերցնում, որ դաս անեին։ Իմի սա երկուսն էլ իրանց է կունենան։ Էջմիածնի PC Electronics խանութների ցանցն էլ տանտիրուհուն միկրոալիքային վառարան նվիրեց, որի համար շատ ուրախացան, հատկապես տան փոքրերը։ Արդեն որ դուք դասից գաք, կարաք ինքնուրույն ինչ լինի պատրաստի, տաքացնեք ուտեն։ Չավես է։ Ինքը ոչ հասցնի, արդեն չկարողանա, դե բնական է քիմիաներից հետո ինքը 10 օր շատ վատ է լինում, ու այդ ընթացքում երևակայի շատ անհրաժեշտ իր է ինքը։ Բնական բաղադրիչներով պատրաստված, քիմ քշոյող բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Իջևանի գինու կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, հոգալով թե համի, թե որակի մասին։ Ամենից էլ կարևոր էր, բայց ավելի շատ սնունդը, որ դրա վրա գումար չծախսվի, արդեն ավելի հեշտ կլինի էլի դեղերի գումարը հավաքել։ Առողջ ծննդի հարցն էլ շտապեց հոգալ Արզնի հոլդինգի ղեկավարությունը, թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էր նաև ֆինանսապես։ Իր հոգատարությամբ ու աջակցությամբ առանձնացավ նաև Sunfood ընկերությունը, որն ուղարկել էր իր համեղ ու օգտակար արտադրատեսակներից։ Big Life ապրանքանիշն էլ երեխաների սիրելի մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ընտանիքի համար պատրաստել։ Որ ասեմ, այդքան էլ տենց մեծ օգնություն չէինք սպասում։ Մի առժամանակ չեմ հոգա, թե ինչ սարքեմ, ինչ անեմ երեխեքի սնունդը, ոնց որ մի ահագին վաղ ապահովված է։ Չենք մոռացել նաև մանուկներին ժպիտ ու երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Սվիտ ընկերությունը։ Անուշեղենի մյուս պաշարն էլ լրացրեց Ռուսկի բիսկվիտ ընկերությունը, որն ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել ընտանիքին։ Ծախսերի հետ այդքան չէի կարողանում քաղցր, ավելի անհրաժեշտ բաներն էի գնում, ոչ խոսքի մի քիչ էլի ավելի երկրորդ պլանա, քան ուտելիքը էլի։ Իսկ Էկոֆորմ ընկերությունը շտապեց ընտանիքին աջակցել իր որակյալ մաքրող միջոցներով ու տնտեսական ապրանքներով։ Նրանք նաև ֆինանսապես աջակցեցին Քրիստինեին։ Տնտեսական ապրանքների մի մեծ խմբականակ էլ Հարությունյաններին ուղարկել էր Aroma Lux ընկերությունը, որը ցանկացած աշխատանք դարձնում է ավելի հեշտ ու հաճելի։ Այս ընկերությունն էլ ի դեպ նաև դրամական օգնություն էր բերել։ Քրիստինե ջան, Aroma Lux ընկերությունը իմացավ ձեր խնդրի մասին եւ ցանկանում ենք որոշակի չափով մենք էլ օգնած լինենք ձեզ։ Շնորհակալություն շատ, այս ամեն գումարն իմ համար շատ կարևոր է։ Շատ շնորհակալություն։ Ինտելեկտի եւ հաճելի ժամանցի մեկտեղումն էլ ապահովեց Edit Print ընկերությունը։ Բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր էին ուղարկել երեխաներին, հաշվի առնելով նրանց նախասիրությունները։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Դավիթից, Անտոշկա մանկապարտեզից, Arix Group-ից, ցանցերի աշխարհընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Մեր համար առաջնահերթ մամայի բուժումներ ու ավելի շատ կարևոր դեր ունի ձեր բերած գումարը,
որով մամայի բուժումը մաման կշարունակի։ Այդ գումարը ամբողջը հաստատ ծախսվել է կոնկրետ իր համար, իր բուժման համար։ Ամեն բան ապահով տեղ հասցրինք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերության շնորհիվ։ Մեր հաղորդումից ժամեր անց Քրիստինեին բազում քաղաքացիներ զանգել, բանկային քարտի հաշվեհամար են խնդրել ու դրամական մեծ փոխանցումներ կատարել։ Շատ սրտացավ, հոգատար մարդիկ են, որ կարողանում են ուրիշի վիշտը կիսել, օգնել։ Ես ամենաշատը ուրախացամ, որ մամային օգնություն եք բերել։ Շատ շնորհակալ ենք ամեն մի չնչին լուման մեր համար այսօր շատ մեծ է, կարևոր բան է։ Աջակցությունը այսքանով չի սահմանափակվել, եւ զորակցության այս պայմաններում հիվանդության ուժը չի պատում ջլատել Քրիստինեին։ Նա բազում արձագանքներ է ստացել տարբեր անհատներից, ովքեր նաեւ հոգեբանական աջակցություն ու օժանդակություն են հայտնել նրան։ Մեր գործընկերների սրտացավ ու կարեկից հեռուստադիտողների շնորհիվ որոշ չափով կարողացանք ապահովել Քրիստինեի բուժման ծախսերը։ Կարողացանք նրան դարձյալ ժպիտ պարգևել, ինչն ամենաբարդն էր։ Քրիստինեն այլևս մենակ չէ։ Տասնյակ մարդկանց արձագանքները, աջակցող ու հուսադրող խոսքերը նրան թևեր են տալիս։ Հիմա ավելի քան երբևէ ուժեղ է ու պայքարող կյանքի հանդեպ նոր հավատով։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրենգյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք Աբերժական հայը մոխրով է ծածկված։ Վտանգը խոշորամասշտաբ է, ծերացող ազգ ենք դառնում։ Ծնելիության կտրուկ բացարձակ թվերով 3000-ով նվազում։ Մի քիչ անսպասելի էր։ Անսպասելի չէր։ 88-ի սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո առաջին անգամ մեր երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց։ Ունենք բացարձակ թվով կորուստ։ Ուզում են մեր երկրի ընտանիքներում ոչ թե 2-ից 3, այլ առնվազն 3 երեխա տեսնել։ Տան ներսում այնպիսի մթնոլորտ պիտի լինի, որ երեխա շատ ծնվի։ 15 երեխա ունեն Տերուտիկին Մելքոնյանները, 10 աղջիկ, 5 տղա։ Մենք մնացել ենք նոր այդ է ամենը եղել։ Հետազոտություններ չկան, իսկ գնահատականի համար դրանք պարտադիր պետք է ձեռքի տակ ունենալ։ Եղած միջոցառումները կունենան 2-ից 3 տարվա էֆեկտ եւ վերջ։ Անկախացումից ի վեր Հայաստանը առերեսվել է ժողովրդագրական խնդիրների, որոնք հիմնականում արտահայտվել են արտագաղթի, բնակչության ծերացման, ծնելիության նվազման տեսքով։ Սակայն իշխանափոխությունից հետո պատրանք ստեղծվեց, թե նոր իշխանությունը կբարելավի իրավիճակը։ Ավաղ, Հայաստանում ծնունդների թիվը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է 3000-ով։ Այս տարվա առաջին երամսյակին տեմպը պահպանվել է։ Մինչդեռ ըստ ժողովրդագրագետների դեմոգրաֆիական այս ճգնաժամը այնքան էլ կանխատեսելի չէր։ Չէ՞ որ կառավարության տվյալներով 2019 թվականից պետությունը միլիարդավոր դրամներով ավելացրել է ժողովրդագրական խնդիրները հաղթահարելուն ուղղված միջոցները։ Նշանակում է, որ կամ այդ գումարները փաստացի չեն ծախսվել, կամ էլ ոչ թիրախային ուղղություններով են ծախսվել։ Մի բան սակայն փաստ է։ Եթե ծնվածների թիվը իշխանափոխությանը նախորդող տարիների համեմատ նվազել է, նշանակում է սին են այն պնդումները, թե իշխանափոխությունից հետո բնակչությունը ապագայի նկատմամբ ավելի երջանիկ ու լավատես է դարձել։ Մեկ այլ ոչ պակաս մտահոգիչ ցուցանիշ։ Պարզվում է 2020-21 թվականների մահացության գործակիցները անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձրն են եղել, ներառյալ առաջին Արցախյան պատերազմի ժամանակաշրջանը։ Ու եթե 2020-ի մահացության բարձր մակարդակը կարելի է բացատրել պատերազմով եւ համավարակով, ապա 2021-ի ցուցանիշը տարակուսելի է։ Նկատի ունեմ փաստը, որ վերջին տարիների միջինից մոտ 9000-ով ավելի է եղել։ Համավարակից մայր այս թվի միայն մի մասն են կազմում։ Հանուն արդարության ասեմ, որ բացասական այս միտումը նաև տարածաշրջանում է նկատվում։ Սակայն եթե 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի կամ առավել եւս 80 միլիոնանոց Թուրքիայի համար այն դեռ սպառնալիք չէ, ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար էլ չասեմ թե ինչ է։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք ծերացող ազգի սինդրոմը։ Շեմինենք, երբ կարող է ավելի շատ մահանանք, քան ծնվենք, մեր երկիրը հիմա դեմոգրաֆիկ ճգնաժամի փուլում է։ Այստեղ թվերը կարևոր են, բայց խնդիրը պարզապես դրանք չեն։ Վտանգը խոշորամասշտաբ է, ծերացող ազգ ենք դառնում։ Հունվար-փետրվարին 4928 մարդ ծնվել, 4919 մահացել է մեր երկրում։ Արձանագրենք տարբերություն նույնիսկ մեկ տասնյակի շեմը չհատող։ Համեմատության համար նախորդ տարվա նույն ամիսներին նոր ծնունդների եւ մահացության դեպքերի միջև եղած տարբերությունը գերազանցում էր 560-ը։ Եթե դիտարկենք աշխարհի տեսանկյունից, մասնավորապես մեր տարածաշրջանում, ապա մեր բոլոր հարևան երկրներում եւս ծնելիության լուրջ անկում է գրանցվում,
Ծնելիության գումարային գործակիցն է բոլոր տեղեր նվազում։ Նվազելը նվազում է, բայց նկատենք գոնե հարավկովկասյան տարածաշրջանում ամենաքիչ բնակչությունը հենց մենք ունենք։ Անզեն աչքին պարզ է, թեկուզ համընդհանուր միտումների պարագայում ով կտուժի գոնե առաջինը, բայց նախ սկզբից այն, ինչ Հայաստանում սկսվեց նախորդ տարվանից ու շարունակվում է մինչև օրս, այսինքն ծնելիության կտրուկ բացարձակ թվերով 3000-ով նվազումը ըստ փորձագիտական գերակշռող հաշվարկ վերլուծությունների պետք է մեկնարկեր առնվազն 2026-27 24 թվականին մի քիչ անսպասել էր ծնունդների նվազումը, մանավանդ 9%-ով, բավական լուրջ նվազում է։ Անսպասելի չէր, դրա մասին մասնագետները շատ վաղուց էին խոսում, դեռ 2008-9 թվականներից, ես ինքս 2009 թվականից գոնե խոսել եմ։ Նախորդ տարի ծնունդների թվականակը շուրջ 3000-ով նվազել է։ Եվ դա այն պարագայում, որ արդեն նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են այստեղ իրենց ծնունդներով փաստորեն այդ ցուցանիշի վրա ազդում եւ ստացվում է, որ պլյուս 100,000-ից ավել մարդու ծնունդներ այդ ցուցանիշի մեջ են, բայց միևնույն է շարունակում է ծնելիությունը անկում ապրել։ 2020 թվականին 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո առաջին անգամ մեր երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց 35,371 մահ։ Դե հիշենք այդ տարի կորոնավարակ էր, հետո 44-օրյա պատերազմը եղավ։ Իդեպ դեռևս չունենք հետազոտական տվյալներ, թե հատկապես պատերազմը ինչպես անդրադարձավ կամ դեռ ինչպես կազդի մեր դեմոգրաֆիայի վրա։ Մենք ունենք բացարձակ թվով կորուստ, այսինքն 2020 թվականը մենք փակել ենք բացասական մնացորդով, այսինքն մահացությունը գերազանցել է ծնելիությանը COVID-ի եւ պատերազմի պատճառով։ Երկրորդը դա երիտասարդ վերարտադրողական տարիքի տղամարդկանց կորուստն է, եղած զոհվածների 98%-ից ավելին տղամարդիկ էին, որ վերարտադրողական տարիքում էին գտնվում եւ մասնավորապես մոտ 70%-ը դրանք 2000, 2001, 2002 թվականների ծնունդներ են, երբ որ եղել է նվազագույն ծնելիություն, տղաների թվականակի այդպիսի կորուստը նշանակում է նաեւ երրորդ բացասական հետևանքը ամուսնությունների թվականակի նվազում։ 2019-ից մինչև նախորդ տարի 2024 թվականը մեր պետությունը մի քանի տասնյակ միլիարդ դրամով ավելացրել է ժողովրդագրական ծախսերի բյուջեն, ըստ էության արդյունքներ չունենք։ Ինչու՞։ Ինչև ոլորտի պատասխանատուները չհասկանան, որ ժողովրդագրությունը դա միայն տնտեսագիտական հաշվարկների դաշտ չէ, որևէ կերպ իրավիճակը չի կարող շտկվել։ Եղած միջոցառումները կունենան 2-ից 3 տարվա էֆեկտ եւ վերջ։ Աշխատանքի ու սոցհարցերի նախարարությունը դեռ նախորդ տարվա հուլիսին հանրային քննարկման ներկայացրեց 2024-ից 40 թվականների ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունը։ Նախ նկատենք 2025-ն է այն ըստ իրավական նախագծերի միասնական կայքի դրամշակման փուլում է։ Ինչևէ, ուզում են մեր երկրի ընտանիքներում ոչ թե 2-ից 3, այլ առնվազն 3 երեխա տեսնել, որ խնդիրները հնարավոր լինի հաղթահարել։ Ժողովրդագրական կայունության հաստատման եւ պահպանման համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների թվականակը, վերջիններից տալով որոշակի երաշխիքներ։ Հասնելով երաշխիքներին, մինչև պետությունը դրանք գտնի ու քաղաքացիներին տա, մշտախնդիր մարզերի իրավիճակը մայրաքաղաք է տեղափոխվում։ Ծնունդների ամենալուրջ անկումը գրանցվել է մայրաքաղաք Երևանում։ Մինչև 2020 թվականը Երևանը հանդիսանում էր, այսպես ասած, ժողովրդագրական լոկոմոտիվը Հայաստան Հանրապետության, այսինքն ծնունդների ամենամեծ թիվը գրանցվում էր Երևանում, ծնելիության գումարային գործակից 2020 թվականին հասել մինչև 2-ը, այսինքն մոտացել էր պարզ վերարտադրության թշնամին, բայց նախորդ տարի Երևանում ծնելիության գումարային գործակիցը իջել է մինչև 1.350-ի, այսինքն այսպես լուրջ անկում, այսինքն հիմա պետք է հասկանալ ինչ է կատարվում մայրաքաղաքում։ Իսկ ընդհանուր մեր երկրում կատարվողի պատճառները որոնք են, մասնագետներն ասում են, այստեղ էլ այնպես չէ, թե շատ բան հստակ է։ Գլոբալ իմաստով նախորդ 20-30 տարվա ձևավորված իրականությունն է, այսինքն ունենք մայրական կազմի նեղ, այսպես շրջանակ, ամուսնացողների նեղ շրջանակ, ունենք նաև երեխաների քիչ պաշտում, հասկանալ նաև անվտանգային միջավայրի որոշակի փոփոխությունները հնարավոր է, որ ազդեցություն ունեցել են նաև մարդկանց պահվածքի վրա, այսպես ժողովրդագրական
պահվածքի վրա։ Իսկ ինչու հասանք այսօրին, մտավորականի պատասխանը խորն է, ժամանակներ, իրավիճակ, իրականություն։ Տունը ներսից է մեծանում։ Տունը դրսից չի մեծանում։ Դա նշանակում է, որ դան ներսում այնպիսի մթնոլորտ պիտի լինի, որ երեխա շատ ծնվի։ Մեր երկրում այդ մթնոլորտը չկա։ Մեր երկրում չկա այդ մթնոլորտը։ Բոլորը դագնապի մեջ են։ Բոլորը վստահ չեն վաղվա օրվա։ Պատճառը մեր ժողովրդի ընկճախտն է։ Ընկճված է մեր ժողովուրդը։ Պարտված ժողովրդի հոգեբանությունը սարսափելի է։ Ինչ կլինի առաջիկայում, նվազումը կշարունակվի, թե հրաշք կպատահի։ Փորձագետների գնահատմամբ դեռ նվազման ենք գնալու։ Ավելի հեռու ճանապարհի համար պատասխանը կրկնում են, հետազոտություններ չկան, իսկ գնահատականի համար դրանք պարտադիր պետք է ձեռքի տակ ունենալ։ Այնուամենայնիվ, խնդիրներն ինչպես հաղթահարել։ Պիտի ոգեշնչել ժողովրդին։ Ժողովրդի մեջ արտնասնել այն ինչ որ ինքն է, որ այսօր մոխրով է ծածկված։ Մեր ներսի հայը, հավերժական հայը մոխրով է ծածկված։ Հավերժական հայի զգացողությունը չկա այսօր։ Պիտի ժողովրդին վերադարձնել ինքը իրեն։ Մինչև այս ամեն ինչը, մենք ինչ էինք, մենք ինչպես էինք։ Ընդ որում շատերն են մեղավոր։ Մեր անկախությունից հետո շատերն են մեղավոր։ Բայց եկանք հասանք ծայրագույնին։ Դառն ու ցավոտ թեմայի վերջաբանի համար Սուրենկյունն ուղղություն վերցրեց Արարատի մարզ, գյուղ Այգևան։ Հայաստանի ամենաշատ երեխաներ ունեցող ընտանիքում ենք։ 15 երեխա ունեն Տեր-Տիկին Մելքոնյանները, 10 աղջիկ, 5 տղա, ամենափոքրը 7 տարեկան է, ամենամեծը 30։ Չեն վախեցել ոչ մի խոչընդոտից։ Այսօր պետությունից ստանում են ամսական 100,000 դրամ որպես ծնողական փառքի մեդալի պատվովճար ու նպաստ միայն։ Մենք ունեցել ենք նոր այդ ամենը եղել։ Մենք առանց որևիցե այդ աջակցությունը, գիտեք ինչ, յուրաքանչյուր երեխան դա Աստծո պարգևն է։ Իսկ Աստված եթե մեկին պարգև է տալիս, այդ պարգևից ոչ մեկը չպիտի հրաժարվենք։ Կամ Մելքոնյանների օրինակով, կամ էլ այս մեքենայի վարորդի հորդորով, թերևս շատ երեխաներ ունենալը միակ բանն է, որտեղ անհամաձայնություններ, տարաձայնություններ չկան, երևի թե չեն էլ լինում, բայց հանուն մեր փրկության պաթոս է, թե արդեն իսկապես իրավիճակին համապատասխան կոչ, թե կուզեք մարտակոչ։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրենկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Այն մարդ, այս կենթանիները, որ լեզու ունենային, հիմա ամենավերջին հայոյանքը կտային մարդկանց։ Բերանից արուներ գալի, հա։ Կհարցնեք ինչ գործ անելուց է եղել, որ այս օրն անքել։ Ավտոտնակ հեռացնելիս է եղել, ժողովուրդ ջան։ Պատկերացա հանկարծ այս դաշտի վրա անգնել։ Բախումն այնքան ուժգին է եղել, որ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխի վրա շշվելով, բախվել հաստաբուն ծառին ու պատին։ Փաստորեն այս դեպքում մեքենայի գազաբալոնը չէր պայթել, այլ գազալցակայանի հետնամասում կոմպրեսատոր մտնող խողովակը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչներ, տիրություն արեք, ձեր տնտեսությունը հաց է եղել։ Մի անգամից ախր ես ինչ արեցիր, ինչի կործանեցիր երիտասարդ կյանքը։ Հաստատ դեռ լիքը բան ունեիր անելու։ Լավ, հայաթում մարդ չի եղել, այն մարդ։ Երբ ճանապարհային այս կամ այն պատահարը ներկայացնելիս առանձնահատուկ կարևորում ենք պատճառները եւ ըստ այդմ վարորդներին հորդոր ուղում, շատերը դժգոհում են, թե ինչու եք այդքան ասում, չէ՞ որ հասկացողը կհասկանա, իսկ չհասկացողին որքան ուզում ես ասա։ Ոչ, համաձայն չեմ։ Անկամ եթե նույն հորդորը 100 անգամ ուղղելով հնարավոր է գոնե 1 կյանք փրկել, ուրեմն պետք է հորդորել։ Երկեկը դժվարանամ հիշել, թե քանի անգամ ենք հորդորել զերծ մնալ անթույլատրելի արագություն զարգացնելուց, բայց փաստն այն է, որ դրանք անտեսածները շարունակում են կանգնել տխուր իրողության առաջ։ Այն ինչ տեղի ունեցավ Եղվարդի Կոմիտասի փողոցում ուղղակի աննկարագրելի է։ Չգիտեմ ինչ է մտածել Chevrolet-ի երիտասարդ վարորդը, երբ մեծ արագություն է զարգացրել, բայց փաստ է, որ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել գազատար խողովակները ու բախվել բնակելի տան երկաթե դարպասներին։ Փաստ է նաև, որ արագության գերազանցման պատճառի մասին հարցի պատասխանը նա չի կարող տալ։ Երիտասարդի կյանքը բժիշկներին փրկել չի հաջողվել։ Մեքենայում գտնված 3 ուղևորներն էլ, որոնց փրկարարները մի կերպ են դուրս բերել օգտագործելով հատուկ տեխնիկա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Սա է մեր բազմաթիվ հորդորները անտեսելու գինը։
Քանից ես խոսել ենք նաև գազալցակայաններում պարբերական ստուգումների անհրաժեշտության մասին։ Թերևս գիտեք, որ ներկայում տնտեսվարողների ազատ գործունեության համար ստեղծված են բոլոր նախադրյալները։ Բայց երբ խոսքը մարդու կյանքի մասին է, պետությունը պարտավոր է անվտանգային գործուն մեխանիզմներ ներդնել։ Միայն երջանիկ պատահականությամբ Երևան-Սևան ճանապարհին գործող գազալցակայանում ուժեղ պայթյունի ժամանակ մարդ չի եղել։ Այլապես հետևանքները կարող էին ողբերգական լինել։ Կադրերը առավել քան խոսուն են։ Հրավիրում ենք պատկան կառույցների ուշադրությունը ու եւս մեկ անգամ հորդորում ստուգումների մասին օրենքում փոփոխություններ կատարել։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի փորձանքը շրջադարձ չունի տեսանյութում։ Ժողովուրդ ջան, վիճակներս իրոք բուրդ է։ ՃՏՊ-ներն ու դժբախտ պատահարները նվազման միտում չունեն։ Որ ասեմ դրանց հիմքում խելքի բացակայությունն է, Կասեք ասեց։ Այո, ոչ թե բախտը, այլ խելքը։ Եղվարդ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցածը ասվածի վկայությունն է։ Այն մարդ, այս կենդանիները, որ լեզու ունենային, հիմա ամենավերջին հայոյանքը կտային մարդկանց։ Ասենք Լեքսուսի վարորդ Լուսինե, օրը լույս է, հերվից հերու ճանապարհի կողքին ձի ես տեսնում։ Ինչի աստիճանաբար չես արգելակում, մինչև հաղթահարես ձիու ճանապարհին հայտնվելու վտանգը։ Ձին վիրավոր, հա։ Ոնը չսատկի, վայ։ Անասնաբուժ, վայ։ Բերանից արուներ գալի, հա։ Էդի վտանգավոր է, չէ։ Չի արգելակել ու հարվածել այդ ճանապարհին հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց եւ բախվել Երկաթե Էլեկտրասյանը։ Լավ ագոնը 33-ամյա Լուսինեին ոչինչ չի պատահել, բայց այդ ուրախությունը ամբողջական չէր լինի, եթե հանկարծ աշխարհի ամենաբարի կենդանիներից մեկը սատկեր։ Պարզվեց, որ վնասվածքներ է ստացել ու այս տղամարդը, որը երևի ձիուտերն էր, գլուխ էր հանում կենդանիներից, վստահեցրեց, որ ձիու կյանքին այդ պայն վտանգ չի սպառնում։ Հղի է, հա, Ձակովա։ Լավ, եկեք փոխենք ձին Հայաստանը, ինչեւ օպեն դոնորից բժիշկի խոսը դուք հասկանաք ինչ բան։ Ինչպես հետո պետքա պարզվեր, վրաերթի ենթարկված զին հղի էր։ Իմացա նաև, որ Լուսինեն ենթարկվել է սթափության փորձաքննության ու պարզվել է, որ սթափ է։ Լուսինե ջան, սթափ էլ ես եղել։ Ոնց չես հետևել պարզ ճշմարտությանը, որ զգայարանների եւ ինքնապահպանման բնազդի տեսանկյունից կենդանիները զիջում են մարդկանց ու պետք է նրանց կողքով զգույշ անցնել։ Այս պատմության հերոսն էլ է ձի, ուղակի երկայթյա է ու շատ բոյով, այսինքն ոչ թե ձի է, այլ ընձուղտ։ Համաձայնեք, ամեն օր չէ, որ նման պատկերի ականատեսը կլինեք։ Հսկայական վերամբարձ կռունկը օրը ցերեկով ժամը 13-ի սահմաններում մայրաքաղաքի Արշակունյաց 135 հասցեում աշխատանքներ կատարելիս շրջվել ու գույք է վնասել։ Կհարցնեք ինչ գործ անելուց է եղել, որ այս օրն անկել։ Ավտոտնակ հեռացնելիս է եղել, ժողովուրդ ջան, բայց արդյունքում վնասել է բնակելի տներին մատակարարվող գազախողովակներն ու գազասյուները, նաև ծառերը կոտրել։ Որ ասում եմ, շատ տեղերում աշխատանքային կանոնները չեն պահպանում անվտանգության։ Մարդու բան չեղի, չէ՞։ Սա կարևորն է։ Մեկի անխելքության պատճառով սաղ խառնվել էին իրար, տոել Գազպրոմ, տոել Երկաղլույս, հետո նաև Թաղապետարան, բոլորը եկել էին, հասկանալու, թե ով եւ ինչ պայմաններում է իրենց վնաս տվել, բայց չեն իմանում, որ այս անտեր տեղը լավ յուղոտ պատառ է, ու որ դրա համար մարդիկ իրար կոկորտ են կրծում։ Հիմա կասեք, Շամշան, այդ ինչ նկատի ունես։ Նախ ասեմ, որ միայն երջանիկ պատահականությամբ վերամբարձ կռունկի ընկնելու ժամանակ Բաքվում մարդ չի եղել։ Հարևանությամբ ֆուտբոլի խաղահրապարակ, զրուցարաններ կան, որտեղ միշտ մարդ է լինում։ Հենց նրանց կողմից ստեղծված ու տարիներով խնամված այս այգում քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել։ Շենգավիթի թաղապետը քաղաքապետի տեղակալներին խնդրել է, որպեսզի վերանայեն այն, սակայն քաղաքապետարանում անդրդվելի են մնացել։ Պատկերացա հանկարծ այս դաշտի վրա անգներ։ Երեխեքը ստեղ խաղալուց լեին։ Արտահոս չկա, չէ՞ գազի։ Անջատած է։ Որ այս տարածքի մասով վաղուց արդեն խմորումներ են գնում, ասացին դեպքի վայրում հավաքվածները, թե բա շենքի դիմացի այգու մի մասի վրա, որտեղ գտնվում են նաև մարզասարքերը, հարևանությամբ գտնվող կրպակիտերը ուզում է երկհարկանի շենք կառուցել։
ուզելը որն է, արդեն սեփականաշնորհել ու շինթույլտվությունը ստացել, իսկ թե ինչպես չգիտեին։ Ասում էին, թե այգին կենսական նշանակություն ունի իրեն շենքի համար, բայց հիմա ինչ որ մեկը ծառերը կկտրի ու օդը կփակի։ Վերջում էլ Special for Avignon հարցն էին տալիս. միթե ավելի հարմար տարածք չկար շինարարության համար, քան այս այգին։ Ով ինչ ուզում ասի, եթե վթարի հետևանքով մեքենան այսօրն անկել, ուրեմն կամ սրա վարորդը, կամ վթարի մասնակից մյուս մեքենայի վարորդը մեծ արագություն են զարգացրած եղել։ Չնայած եթե նայում ես տեղանքը, թե որտեղ է տեղի ունեցել այդ վթարը, լրիվ գալիս ես հենց այդ համոզման։ Չարաբաստիկ Երևան-Սևան ճանապարհին, որը ավտովթարների ու դժբախտ պատահարների տեսանկյունից հանրապետության ճանապարհների մեջ բացահայտ առաջատարն է, իսկ թե ինչու, կարծում եմ կռահում եք։ Որովհետև այս ճանապարհի ասֆալտը լավն է, ինքը համարվում է արագընթաց, դե մեր վարորդներին էլ Աստված տվել չի խնայել, գազի ոտնակը տանջելու համար խելքները իրենցը չի, ու եթե հավելում ենք, որ դեպքն էլ տեղի է ունեցել 19:30-ից ժամը 20:00-ի սահմաններում, այսինքն մթնշաղին, այս պատկերը լրիվ տրամաբանական է թվում։ Իսկ պատկերում երևացող Մերսեդեսի ու Նիսանի բախումն այնքան ուժգին է եղել, որ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխի վրա շրջվելով, բախվել հաստաբուն ծառին ու պատին։ Լավ, նյուժելի դժվար է հասկանալ, որ այդ անտեր արագությունը երբեք լավ բանի չի բերում։ Մաքսիմում կարող ես նշանակետին հասնել 10 րոպե շուտ, բայց դե հիմնականում, ինչպես տեսնում եք, չեն էլ հասնում։ Հələ լավ է, որ այս դեպքում մեքենաներում միայն վարորդներն են եղել։ Համենայն դեպս այդպես էին վստահեցնում ականատեսները, որոնցից մեկը տեղափոխվել էր Սևան, մյուսը Հրազդան բժշկական կենտրոններ։ Պարոնայք վարորդներ, արագությունը վերահսկեք, խնայեք ձեր տանեցիների արցունքները։ Սրանն էլ է բախվետես։ Արագությունների մասին զգուշացրինք, կենդանիների կողքով անցնելուց զգոնության կրկնապատման մասին եւս, դեն կռունկը լրիվ թյուրիմացություն էր։ Եկավ ժամանակը հերթական անգամ գազալցակայանների տերերին առաջարկելու, որպեսի գնան լոռու մոտ։ Դե գիտեք, լոռը քիթա, ականջ, կոկորտ, ստուգողնա։ Տվյալ դեպքում պետք է հասկանա, թե ինչու են խցանված այս գազալցակայանի տիրոջ ականջները։ Երբ տեղեկացա, որ այս օբյեկտը գտնվում է Գեղարքունիքում, Սևան-Երևան ճանապարհին, վաբշե չզարմացա, որովհետև քաջատեղյակ եմ, որ այս մարզի գազալցակայաններում ինչքան ուժ ունեն, լիսկավորում են գազաբալոնները։ Հետո էլ աչքերը կլորացրած ու հրեշտակի դեմքով զարմանում են, թե ինչն էր առաջացած պայթունի պատճառը։ Բայց հասնելով դեպքի վայր, այլ պատկերի ականատեսը դարձա։ Տեսեք, թե որտեղ է հայտնվել գազախողովակի մի հատվածը։ Փաստորեն այս դեպքում մեքենայի գազաբալոնը չէր պայթել, այլ գազալցակայանի հետնամասում կոմպրեսատոր մտնող խողովակը, ինչի հետևանքով էլ վնասվել էին կայանված 3 տրանսպորտային միջոց եւ հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել։ Դեպքի վայրում հավաքվածները ասում են, թե պայթունի պատճառը կամ խողովակի մաշվածությունն է, կամ էլ չափից շատ ճնշումը։ Մի առաջարկություն ունեմ։ Այս կարգի օբյեկտներում գոնե տարին 1 ստուգումները դարձնել պարտադիր։ Համապատասխան տեսչական մարմինը կամ մարմիններն էլ անգամ աննշան խախտում նկատելու դեպքում արձանագրություն կազմեն ու ստիպեն, որպեսզի կարճ ժամկետներում դրանք վերացվեն։ Այս անգամ իհարկե տուժող չեղավ, բայց քանիսն են եղել ու եթե այսպես շարունակվի, դեռ քանիսը կլինեն։
Ցավոք, ներկայացվող ոչ բոլոր դեպքերն են happy end-ով ավարտվել։ Հիշում եք, երբ ներկայացրինք մայրաքաղաքում էլեկտրասյուների եւ էլեկտրալարերի հետ կապված խնդիրը, պարզվում է, նման խնդիր, ես կասեի հիմնախնդիր նաեւ մարզերում արկա, օրինակ Լոռու մարզի Արջուտ գյուղում տեղի ունեցածը ուղակի սարսափելի էր։ Բարձրավոր էլեկտրասյան էլեկտրալարերը փոկվել ու ընկել էին։ Հոսանքը բարձր վոլտ է եղել, թաց է եղել։ Տվե մի անգամից Ու եթե տեսանյութի սկզբում խոսում ենք խելքի, այս դեպքում պիտի խոսենք բախտի բացակայության մասին։ Բանն այն է, որ էլեկտրալարերի փոկվելուց հետո հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասունները արածեցնելիս եղել։ Փաստորեն խեղճը էլեկտրահարվել է, ինչպիսի դաժանմա։ Մինչև այժմ այս դեպքը հիշելիս փշաքաղվում եմ։ Խեղճերն առանց այն էլ մի օրի չեն, ու մեկ էլ մյուս փորձանքը, այս անգամ սակայն մահվան տեսքով։ Հիմա որ ասեմ կարկուտը ծեծած տեղն ացեցում, կասեք արդեն բռնաբարեցիր այդ ասացվածքը, բայց է որ ամեն քայլափոխի դրա հետ ես առնչվում, ինչ անես։ Բայց սրանց տերերը ինչ ասեն, փող ես դնում, կերակրում ես, պահում ես, որ վերջում մի 2 կոպեկ փող աշխատես, այն էլ խնդրեմ։ Նկատեք, ոչ գայլերն են, ոչ այլ կենդանիներ, էլեկտրալարերը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչներ, տիրություն արեք, ձեր տնտեսությունը ժողովուրդ ջան, չնայած առաջնորդվում ենք մահացածի հետևից կամ լավ կամ ոչինչ սկզբունքով, բայց ես դեպքում չեմ կարող 29-ամյա Միտուշին չհարցնել, ախր ես ինչ արեցիր, ինչի կործանեցիր երիտասարդ կյանքդ։ Հաստատ դեռ լիքը բան ունեիր անելու, բայց երբ անտեսում են մեր հորդորները, նաև այսպիսի ավարտ են ունենում։ Սարսափելի պատահարը տեղի է ունեցել Եղվարդի Կոմիտասի փողոցում։ Նկատեցիք էլի Եղվարդ։ Տեսանյութը սկսեցինք այնտեղից, վիրավոր ձիու պատմությամբ ավարտում ենք երիտասարդի ողբերգական մահվամբ։ Բացախողովակելա կոտրե։ Թե ինչպես է ժամը 22-ի սահմաններում Միտուշը այս Chevrolet-ով դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, անցել բազալտե եզրաքարի վրայով եւ բախվել բնակելի տան երկաթե դարպասներին ու քարե պարսպին, ինքն այլևս չի կարող պատասխանել։ Նրան եւ ուղևորներին Համագյուղացիներ 28-ամյա Արամին, 27-ամյա Հովսեփին եւ 30-ամյա Գորին Եղվարդի փրկարարները մի կերպ են դուրս բերել մեքենայի միջից, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Հիվանդանոց տեղափոխվելուց կար ժամանակ անց Նաիրի ոստիկանները ահազանգ են ստանում, թե վիրավորներից Միտուշը գիտակցության չգալով մահացել է։ Տղեկը զանգեցին։ Էս էլ է վնասվել։ Գազը դադարեցված է, չէ՞ ժամանակավոր։ Արվածը ինչ ուժ լինի, որ շփրտի հասնի ինձ։ Էլմիասա, ակնհայտորեն Chevrolet-ն շատ մեծ արագություն է ունեցել։ Փաստորեն, այսօրվա տեսանյութում արդեն որ երրորդ նյութն է, կարմիր թելով անցնում է արագությունը։ Վարորդները պետք է համապատասխան եզրահանգումներ անեն։ Թե չէ, վստահեցնում եմ, փորձանքը ոչ մեկի չի հարցնում։ Հուսանք, գոնե մյուս 3 երիտասարդների կյանքը հնարավոր կլինի փրկել։ Լավ է, հայատում մարդ չի եղել, այն մարդ։ Տոշիկը հելած։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք մայիսի 25-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։